Տիկին Հարությունյան արդեն մեկ շաբաթ է մեկնարկել են նորընտիր խորհրդարանի աշխատանքները, որպես նոր падգամավոր ինչպես եք այն գնահատում։ Ազգային ժողովի աշխատանքները ճիշտ նշեցիք, արդեն մեկ շաբաթ է մեկնարկել է եւ ի սկզբանե ազգային ժողովի նախագահի այն հայտարարությունը, որ մենք ազգային ժողովի նիստերը եւ մեր խոսույթը պիտի կառուցենք բարեկրթության մթնոլորտում եւ հաշվի առնենք այդ հանգամանքը, դա կարծես թե պահպանվում է եւ ընդդիմությունը ընդառաջ է գնացել մեր առաջ քաշած օրակարգին եւ երկուստեք խմբակցությունները փորձում են հետեւել, բնականաբար դրանից շահելու է միայն խորհրդարանի մթնոլորտը, շահելու են քաղաքացիները, այն մարդիկ, ովքեր մեզ ձայն են տվել, որովհետև կարծում եմ մարդկանց այլևս հետաքրքիր չեն միմյանց վիրավորելը, հետաքրքիր չէ միմյանց հայտարարություններին ավելի վատ ձևով արձագանքել, մարդիկ ուզում են լսել բովանդակային խոսք, բովանդակային ելույթներ եւ իհարկե ծրագրեր, նպատակներ, գործողություններ, որոնք նպատակաուղղված են լինելու մարդկանց բարեկեցության լավարկմանը։ Երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ ուժեղ Հայաստանը զբաղված էր 300,000 ադրբեջանցիների մասին սկսույթը տարածելով, մարդկանց վախեցնելով, այնուհետև անցում կատարեցին, թե արդյոք պարոն Ռուբինյանը Թուրքիայում գտնվելու ժամանակ թուրք տեսել է թե ոչ, բայց հավանաբար հասկացան վերջին օրերին կարծեք թե այդ հարցը չի քննարկվում։ Ո՞րն էր դրա նպատակը։ 300,000 ադրբեջանցիների թեզը ուժեղ Հայաստանը դաշտ է բերել միայն մեկ նպատակով՝ վախեցնել մեր համաքաղաքացիներին, որպեսզի քաղաքացիները վախի խուճապի մթնոլորտում գնան եւ իրենց ձայն տան, բայց փաստորեն նրանց այդ ծրագիրը իրենց նպատակը, այսպես ասեմ, չհաջողվեց, որովհետեւ մարդիկ չհավատացին այդ թեզին եւ որակեցին որպես կեղծ։ Եվ ուժեղ Հայաստան նաեւ դաշինքի խմբակցության падգամավորներ պիտի նաեւ ազգային ժողովի դահլիճից մեզ բոլորիս, այդ թվում նաև մեր քաղաքացիներին բացատրեն, թե այդ ինչ խոսույթ էր, որտեղ են այդ 300,000 ադրբեջանցիները, երբ են գալու, ինչպես են գալու, մի խոսքով այդ հարցերի պատասխանները կարծում եմ առաջիկա նիստերի ընթացքում մենք պիտի իրենց տանք եւ իրենք պիտի տրամաբանական պատասխան տան, թե ինչու համար այդ կեղծ թեզը տարածեցին եւ խուճապի մթնոլորտ ստեղծեցին։ Թուրք տեսելը թե ոչ դա ինչ հարց է։ Կարծում եմ շատ պարզունակ հարց է եւ եթե ամեն դեպքում իրենք ինչ որ ենթատեքստ են տեսել այդ հարցի տակ, դա չի աշխատել եւ կարծում եմ մեր գործընկերների պատասխանը ավելի քան սպառիչ էր։ Իսկ ինչ է կարծում, առաջիկա 5 տարիներին իրենք կմնան այդ կառուցողական դաշտում ընդդիմադիրները։ Կդժվարանամ իրենց անունից որևէ բան ասել, ես հույս ունեմ, որ իրենք կշարունակեն ամեն դեպքում կառուցողական մթնոլորտում աշխատել, ելի եմ կրկնում, սա ոչ թե մենք մեզ համար ենք անում, այսինքն անձերի խնդիր է, մենք փորձում ենք մի անձը մյուս անձի նկատմամբ բարեկրթություն դրսևորել, այս առաջին հերթին հարգանք է մեր քաղաքացիների հանդեպ, այն մեր ընտրողների, այն մարդկանց, ովքեր մեզ ձայն են տվել եւ ակնկալում են, որպեսզի խորհրդարանը իսկապես աշխատի հանուն իրենց եւ քննարկվեն հարցեր, որոնք հետաքրքիր են մարդկանց, որովհետեւ անձնական վիրավորանքները կամ թիրախավորումները, ատելության խոսքը, վախի մթնոլորտը կարծում եմ արդեն հոգնեցրել են մեր քաղաքացիներին եւ հիմա իրենք ուրիշ որակի խորհրդարան են ուզում տեսնել եւ այլ փոխհարաբերություններ։ Տիկին Հարությունյան, այ մի քանի օրվա ընթացքում մեր ռազմական բյուջեի մասին էր խոսք գնում, մեր ռազմական տեխնիկայի եւ ուժեղ Հայաստանի որոշ ներկայացուցիչներ կարծեք թե ավելի լավ ուսումնասիրել էին ադրբեջանական բանակը, քան թե հայկականը, երբ որ մենք հենց նույն մայիսի 28-ին ներկայացվեց թե ինչ տեխնիկա ունենք, բայց չեն ուզում տեսնել, որ մենք իրապես ունենք այդ ամեն ինչը, թե այլ միտում կա։ Մայիսի 28-ին զորահանդեսի ժամանակ մեր քաղաքացիները տեսել են այն զինատեսակները, որոնցով զինված է Հայաստանի Հանրապետության բանակը, իհարկե դրանք մի մասն են ներկայացված եւ կարծում եմ այս մասով հարցեր չպետք է լինեն, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական ինչ որ խոսույթի, վերջին շրջանում իրենք ամենատարբեր պաշտոնյաների այսպես խոսքն են հղում եւ փորձում են մեզանից մեկնաբանություն ստանալ, ինձ համար ամեն դեպքում հասկանալի չէ իրենց խոսույթը, որովհետեւ տպավորություն է, որ իրենք հարևան երկրի խոսնակներն են եւ իրենց թեզերը ամենաշատը իրենք են օգտագործում եւ տարածում։ Ոչ միայն ռազմական ոլորտում, այլև առհասարակ բոլոր այն ոլորտներում, որտեղ Հայաստանը առաջընթաց է գրանցել, նորընտիր падգամավորները ընդդիմադիր կարծեք թե չեն ուզում կամ դա տեսնել կամ միտումնավոր անտեսելու են տալիս եւ հարցերը այնպես է ամեն դեպս հնչում, որ իրենք տեղյակ չեն թե ինչ բարեփոխումներ են եղել։ Դե բնականաբար իրենց գործը հենց դա է, որպեսզի տպավորություն իմիտացիա ստեղծեն, որ չեն նկատում այն բարեփոխումները, կառավարության իրականացրած ծրագրերը, որոնք եղել են, իրենք պիտի իրենց օրակարգ
կարգը առաջ բերեն եւ ըստ իրենց պիտի իրենք շարունակեն կառավարությանը թիրախավորել եւ անտեսել բոլոր այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել կամ կյանքի են կոչվելու ապագայում, ամեն մեկը, ամեն մի խմբակցություն իր որդեգրած կանոններով եւ օրակարգով է շարժվում, ամեն դեպքում կարծում եմ քաղաքացիներին համար շատ ակնհայտ է, ով ինչ աշխատանքով է զբաղվում եւ հիմա խորհրդանի աշխատանքները դեռ նոր են մեկնարկել, մի քիչ վաղ է այս շրջանում ավելի այսպես լայնածավալ խոսել, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղը կընկնի եւ ավելի քան պարզ կլինի։ Սամվել Կարապետյանը մի հայտարարություն էր արել Ռուսաստանի Դաշնության սահմանափակումների հետ կապված, նշել էր, որ այս իրավիճակը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի գյուղերն աղքատանան, ավելի հեշտ լինի նրանց կառավարելը, բայց որ հենց ինքը դառնա վարչապետ, այդ բոլոր հարցերը շատ արագ ինքը կլուծի։ Դե իրենք նմանատիպ թեզեր տարբեր բնակավարների հետ կապված այսպես տարածել են, որ եթե իրենք դառնան վարչապետ, այս կամ այն հարցը այսպես կլուծվի, բայց սկզբի համար նախ պետք է դառնալ վարչապետ, թող դառնա վարչապետ, հետո նոր մնացած հարցերը արդեն կքննարկեն եւ իրենց տեսլականը կառաջարկեն։ Եվ դրան հավելում Նարեկ Կարապետյանը իր էջում տեղադրել էր գեղեցիկ այսպես պատկերված գյուղ եւ ասում էր, որ պետք է Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղերը այսպիսի տեսք ունենան, քանի որ առաջիկայում թիմ ընտրություններ են, իրենք էլ ինչ որ գյուղտեխնիկա են գյուղերին նվիրում, հատկապես այն գյուղերին, որտեղ իրենք առավելագույն ձայներ են ստացել, անվճար տրանսպորտ են մտցնում, այստեղ իրավական ինչ-որ խնդիր չեք տեսնում։ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում կան նոր կառուցված դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, էականորեն ցանկացած մեկը իր աչքերով տեսել է այդ փոփոխությունները, որոնք իրականացվել են կառավարության կողմից։ Նախկինում այո, մեր գյուղերը ցեխոտ փողոցներում էին, ոչ ասֆալտապատ ճանապարհներ, հին դպրոցներ, հին մանկապարտեզներ, կային համայնքներ, որոնք ընդհանրապես մանկապարտեզ նույնիսկ չունեին, իսկ հիմա այդ խնդիրը գնալով լուծվում է եւ շատ գյուղեր իսկապես ավելի բարեկարգ տեսք ունեն, գործում են նոր դպրոցներ, նոր մանկապարտեզներ։ Ինչ վերաբերում է իրենց բարեգործությանը, ապա այս փուլում կա բարեգործության արգելք, որևէ մեկը չի կարող բարեգործություն անել եւ եթե իրենք ուզում են բարեգործությամբ զբաղվել, ապա նախապես պիտի հայտարարեն, որ իրենք այդ համայնքում չեն մասնակցում ընտրությունների եւ նոր միայն կարող են իրենց բարեգործությունը իրականացնել, բայց այս փուլում իրենք երբ որ սկսեն բարեգործություն իրականացնել, օրենքը բնականաբար թույլ չի տալիս, որովհետև անհավասար պայմաններ է ստեղծվում այն ուժերի հետ համեմատության մեջ, ովքեր որ օրինակ գումար չունեն կոմբայն գնելու եւ նվիրելու գյուղացու։ Խոսենք նաև Կտրիչ Ներսիսյանի եւ 6 եպիսկոպոսների դատական նիստի մասին, ընդդիմադիրները դա որակում են խայտառակություն պետության համար, այսօր էլ արդեն մի միջադեպ էր արձանագրվում, երբ Տիկին Ջուլհակյանն ասաց Կտրիչ Ներսիսյան, ընդդիմադիրները տեղից վատ զգացին, բայց չէ՞ որ հենց նույն այդ եկեղեցականներն են, իրենք են ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ։ Չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ բոլորը հավասար են, անկախ իրենց կարգավիճակից եւ իրենց զբաղեցրած պաշտոնից, այդ թվում նաև Կտրիչ Ներսիսյանը եւ այն եպիսկոպոսները, ովքեր ում մեղադրանք է առաջադրվել, իսկ ինչ վերաբերում է ամոթի օր արտահայտության իրենց կողմից հնչեցված, ես կարծում եմ մեր պատմության մեջ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ ավելի ամոթալի էջեր են եղել, մասնավորապես հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը եւ լավ կլինի, որ այդ որակումներում մի քիչ զգուշ լինեն եւ ընդհանրապես դատավարություն է եւ իհարկե հաշվի առնելով բոլորի անմեղության կանխավարկածը, բայց կարծում եմ դատավարության ընթացքում կպարզվի ով է մեղավոր, ով ոչ։ Եվ հետաքրքրական է, որ ամոթալի են որակում, երբ որ իրենց հետաքրքրող հոգևորականներն են հայտնվել դատարանի առաջ, բայց օրինակ Բագրատ Գալստանյանը, որը մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ, Միքայել Աջապահյանը հեղաշրջում անելու կոչերի մեջ, այս տեսակ բաները ամոթալի չեն, հա, ըստ իրենց։ Տեսեք, ըստ էության ընդդիմությունը մի այսպես սկզբունք է որդեգրել, բոլոր այն մարդիկ, ովքեր ամենատարբեր օրենքի խախտումների համար մեղադրվում են, բոլորին անվանում են քաղաքական բանտարկյալներ, այդ պիտակն են, հա, այդ կոչումն են տալիս եւ փորձում են այդպես շահարկել։ Բայց եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ մենք առաջնորդվում ենք իրավական կատեգորիաներով, իսկ հոգևորական, չգիտեմ, կին, հղիկին, 90-ամյա պապիկ կատեգորիաները դրանք իրավական կատեգորիաներ չեն եւ հետեւաբար այո այդ մարդիկ պիտի իրավական պատասխանատվության ենթարկվեն հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենքները այդ թվում նաեւ մեզանից յուրաքանչյուրի եթե երբևէ օրենք կխախտի ապա մեզ համար գործելու է նույն օրենքը
Դուք Գյումրու ավականու անդամ եք, քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը, հեշտ է դղից հետո անցում կատարել падգամավորի աշխատանքին։ Ես կարող եմ որոշակի համեմատականներ տանել ավականու եւ падգամավորի աշխատանքի միջեւ, որովհետեւ երկուսի պարագայում էլ աշխատանքը օրենսդիր մարմնում է, այսինքն շատ օտար չէ ինձ այս աշխատանքը, բնականաբար այստեղ մենք տարբեր մասշտաբների մասին ենք խոսում եւ լիազորությունների շրջանակն է շատ ուրիշ, բայց այնուամենայնիվ կարոտում եմ հավաքանու նիստերը, կարոտում եմ հավաքանու ինստիտուտը, որովհետեւ ես շատ սիրում եի իմ աշխատանքը, բայց պատրաստ եմ նաեւ որպես падգամավոր աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։